Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Լիլիա Շուշանյանը։ Տիկին Շուշանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Երեկոյան տեղի ունեցավ մեծ բանավեճը, ձեր տպավորությունը Նարեկ Կարապետյանը մասնակցում էր եւ ընդ որում երիտասարդ քաղաքական ուժ եք, նոր է նա քաղաքական դաշտում, ինչպես է գնահատում ընդհանուր բանավեճը։ Ես ուրախ եմ, որ հանրությունը տեսավ այն Նարեկ Կարապետյանին, ում կողքը կանգնել ենք մենք թիմով եւ հասկացավ երևի թե ինչու ենք կանգնել, այսինքն ինչու ենք միավորվել, ինչ գաղափարների շուրջ ենք միավորվել եւ ես ինքս այսօր ուրախ եմ նաեւ, որ ունենք նման երիտասարդ խոստումնալից քաղաքական արդեն պետական կարելի ասել ապագայում գործիչ եւ ինքս լինելով նաեւ նախկինում պետական համակարգում, իմանալով դրա բարդությունները եւ այլն վստահ եմ, որ մեր երկրին Հայաստանին 21-րդ դարում հենց նման գործիչներ են պետք, որոնք ամենաառաջինը հայրենասեր են, չափազանց հայրենասեր են, երկրորդը պրոֆեսիոնալ են եւ գործունյա եւ երրորդը պատասխանատու են, այսինքն այս որակները հենց Կարապետյանը երեք ցույց տվեց, որ շատ կարեւոր է ոչ միայն անձի տեսանկյունից, այլ ուժի, թիմի, մոտեցումների եւ ընդհանուր ուղղության, որտեղ որ մենք ուզում ենք գնանք։ Բանավեճից մեկ օր առաջ ձեր մեծ հանրահավաքն էր եւ իշխանության կողմնակիցներն ասում են, որ քիչ մարդ է մասնակցել, ոմանք ասում են, չէ 80,000-ին մոտ է եւ դրան զուգահեռ տեղի են ունենում հուզարկություններ ձեր անդամների աջակիցների հետ կապված։ Ինչ փոխեց այդ հանրահավաքը, արդյոք դա իշխանության շրջանակներում իսկապես մեծ մտահոգություն է առաջացրել, հաշվի առնելով այդ ձերբակալումները, այսպես ճակերտավոր ասած գաղտնալսումների հրապարակումները։ Նախ անդրադառնա մի քիչ ավելի առաջ, մի քանի ամիս առաջ, ինչ որ այս process-ը սկսեց, կարող եմ փաստել, որ առաջին իսկ օրվանից իշխանության կողմից բոլոր հնարավոր ձևերով ճնշումները եղել են, այսինքն սա նոր երևույթ չէ թիմի համար, մեկ այլ բան է, որ այդ ճնշումները եղել են միգուցե ոչ շատ հանրային, ոչ մասսայական, եւ որքան ընտրությունների օրը մոտեցել է, այդ ճնշումները ավելացել են, այսինքն ոչ մի իշխանություն չի ուզում բաց այդ ճնշումները ցույց տալ գնալ այդ քայլերի, քանի դեռ դրա կարիքը չունի։ Եվ այսօր, որքան մոտեցավ ընտրության օրը, ապա իշխանությունները նույնպես հասկացան, որ միգուցե իրենց համար վերարտադրվելու համար բոլոր միջոցները արդարացված են եւ ավելի լավ է այո օրենքի խախտմամբ եւ այլն ճնշումներ գործադրեն, սակայն հասնեն իրենց նպատակին։ Ցավոք իրենց համար իշխանությունների համար պետք է հիասթափեցնեմ, որ այդ թվում եւ հանրահավաքը այդքան ինտենսիվ ճնշումների բերումով միևնույն է ցույց տվեց, որ մեր կողքին համախմբվող այս մի քանի ամիսների ընթացքում համախմբվող հայությունը բավական ստվար հատված է կանգնում եւ իզուր չէ, որ իրենց վախերը ոչ թե չափազանցված են, այլ ռեալ են եւ մենք կարծում եմ հունիսի 7-ից ունենալու ենք լրիվ այլ նոր Հայաստան, նոր ղեկավարությամբ։ Ճնշումների մասով կարող եմ ասել, որ ինչպես առաջին օրվանից մեզ վրա չեն ազդել եւ ճիշտ է, հիմա շատ ավելի վտանգավոր է այն առումով, որ նույն հանրահավաքից հետո գրեթե բոլոր գրասենյակներում հենց հաջորդ իսկ օրը մենք ունեցել ենք բերման ենթարկվածներ, ձերբակալություններ, այսինքն եթե պատկերացիք ամբողջ մարզային գրասենյակներում Երևանում եւ դա մեկ նպատակ ունի, այսինքն արդեն վերջին օրը գոնե այդ բոլոր մարդիկ, ովքեր ներգրաված են գործընթացում, պատասխանատու են այդ կազմակերպչական եւ այլ հարցերով ուղղակի խաթարել process-ը, սակայն կարծում եմ, որ իրենք լավ տեղյակ են էլի, որ ամեն մեկի հետևից էլի մի ամբողջ թիմը կանգնած, այնպես որ միևնույն է իրենք իրենց նպատակին չեն հասնելու նման մեթոդներով։ Ակնհայտ է, որ դուք ընդդիմադիր դաշտում առաջատար ուժն եք այս պահի դրությամբ եւ սպասելիքներ ամենաշատը ձեզնից են սպասում հանրությունը եւ այս առումով մշտական հարց է հնչում, թե դուք կգնաք մինչեւ վերջ, այսինքն եթե օրինակ ընտրությունների արդյունքով ինչ որ իրավիճակ ստեղծվի, երբ ընդդիմադիրները թեկուզ միասնական չկարողանան ձևավորել իշխանություն, դուք արդյոք կփորձեք իշխանափոխություն անել փողոցով եւ գնալ մինչեւ վերջ, չնահանջել, այդ սցենարը դիտարկվում է։ Այսօրվա բոլոր սցենարներով, թե մենք տեսանք այդ ամենը հրապարակում, թե այս աջակցությունների ֆոնին, թե տարբեր սեգմենտների աջակցությունը, այսինքն սկսած մեր կանանցով, արցախահայությամբ, տնտեսվարողներով, գյուղացիներով եւ այլն, մենք ցույց ենք տվել արդեն եւ ազգը տեսնում է, որ գնում ենք իրականում մեծ հաղթանակի եւ կարծում եմ ընդդիմությունը ընդհանուր նույնպես այդ կոնսոլիդացումը կստացվի անհրաժեշտության դեպքում
եւ կարծում եթե օրինակ գործող իշխանությունները որևէ ձև փորձեն վիժեցնել այդ process-ը, այդ հաղթանակը, ապա մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ բոլոր սահմանադրական օրենքով նախատեսված պայմաններով եւ միջոցներով մենք տեր ենք կանգնելու մեր քաղաքացիների յուրաքանչյուր ձայնին, այսինքն գնալու ենք մինչեւ վերջ։ Մենք չենք թողնելու, որ մեր քաղաքացիների ձայնը, իրենց ընտրությունը առ ոչինչ դարձվի ուղղակի բռնաճնշումների կամ այլ մեթոդներով, սակայն այստեղ մի նկատառում էլ անեմ, որ չեմ կարծում, որ լեգիտիմությունը կորցրած իշխանությունը հենց եթե հունիսի 7-ին իրենք չեն ընտրվում, անգամ իրավապահ մարմինները կամ այլ մեխանիզմներ իրենք փորձեն ենթարկվել այդ իշխանությանը, որովհետև իրենք էլ գիտեն, անգամ այդ պարագայում այդ ամենը տևելու է մի քանի օր։ Եվ վստահ եմ, որ դրան չենք հասնի։ Տեսեք, երեք ինչու եմ ասում գնալու եք միջև վերջ, երեք նույն բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սատելիտ իր ուժերին դիմելով ասում է դիմեք կենտրոնական ընտրական հանձնաժողով, Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստան այդ ուժերին գրանցումը չեղյալ համարելու համար։ Հիմա այս սցենարը բոլոր դեպքերում պետք է աչքի տակ ունենալ, որովհետև իշխանությունը ամեն կերպ փորձելու է պահել իր իշխանությունը։ Նման սցենարների դեպքում դուք ունեք պլան A, B, G։ Մի անգամ թե Նարեկ Կարապետյանը, թե Սամվել Կարապետյանը այդ հարցին պատասխանել են, եւ ես էլ կարող եմ կրկնել, որ իհարկե ունենք, պարզ է, որ ինչ սցենարներ կարող են լինել այս իշխանության դեպքում, սակայն նաեւ կարող եմ ասել, որ այդ սցենարները ամեն դեպքում վտանգավոր են առաջին հերթին հենց իրենց իշխանության ներկայացուցիչների համար եւ կարծում եմ հենց այդ պատճառով է, որ վարչապետը գործող երեկվա այդ դեբատի ժամանակ այդ կարծես թե վերջին ճիճը արձակեց ինչ որտեղ օգնության հուշումի տեսքով խնդրելով մյուսներին դա անել։ Գոռալով դիմում են։ Այո։ Իրեն աջակից ուժերին ասում են ինչու չեք դիմում։ Այո։ Այսինքն նա հասկանում է, որ դա քաղաքական, վերջնական ինքնաոչնչացման քայլ կլինի իր կողմից, եթե նման քայլի գնա, մինչև այս ռեպրեսիաները ամբողջությամբ անում է, կազմակերպում է, ուզում է մարզային աշխատանքը կանգնեցնել, սակայն դա արդեն կդիտվի ամբողջ արդեն իր աջակիցների, նաև միջազգային հանրության կողմից բացարձակ տոտալիտար քայլ այս պարագայում այս ընտրություններից առաջ։ Ուստի նման քայլի կարծում չեն գնա, ոչ ինքը, ոչ մյուսները։ Եթե վարչապետը գործող նման քայլ չի գնում, մյուսները հաստատ չեն գնա։ Մենք այս քարոզարշավի ընթացքում տեսանք նաև խոսույթը իշխանության կողմից, որոշ ուժերի նաև կողմից, երբ որ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար թիրախավորում էր ձեր ուժին, Սամվել Կարապետյանին, բայց Սամվել Կարապետյանը գուցե մեկ-մեկ հակադարձում էր ավելի կոշտ, բայց Կարապետյանը եւ ձեր աջակիցները, թիմակիցները չէին գնում այդ խոսույթի հետևից։ Այսինքն դուք փորձեցիք պահել քարոզարշավի խոսույթը այլ հարթությունում, որն էր պատճառը։ Առաջին հերթին դրա պատճառը բնական իրավիճակն էր, այս մեր թիմում հավաքված են մարդիկ, ովքեր ոչ թե եկել են մարդկանց վիրավորելու, վարկաբեկելու եւ այլն, մենք կենտրոնացած ենք այլ նպատակի վրա։ Այսօր մեր երկրի առջև այնպիսի մարտահրավերներ են կանգնել, որ սկսած ժողովրդագրականից, տնտեսականից, անվտանգայինից եւ այլն, եւ ամենաառաջինը ազգային ինքնության պահպանումից, որ այդ գաղափարների շուրջ մենք այնքան ենք կենտրոնացած, այնքան ենք ուզում օրակարգում հենց դա պահել, որ կներեք ժամանակ չունենք մարդկանց ուղղակի վարկաբեկելու անձնական հարցերի կամ նման խոսույթի համար։ Եվ երկրորդը, այո, մենք այս ամենից բնական ձևով ելնելով չենք ուզում, որ Հայաստանում քաղաքական միջավայրը լինի այդ խոսույթի շրջանակներում։ Ուզում ենք, որ լինի օրակարգային հարցերի շրջանակներում եւ այո, թող լինի առողջ բանավեճ, թող քննադատեն մեր գաղափարները, ինչպես եւ մենք ենք քննադատում մյուսների թե վարքագիծը, թե գաղափարները, թե ծրագրերը, թե կատարողականները, թող քննադատեն մեր գաղափարները, թող դրանք լավ արկեն, եթե կարող են ավելի լավ առաջարկեն, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր այդ մարտահրավերները, որոնք որ առաջացել են, մենք բոլորս հասկանում ենք եւ կոնկրետ ծրագրային առաջարկներ ենք ներկայացրել, սկսած տնտեսականից մինչև անվտանգային։ Դուք գիտեք նույն տնտեսականի մասով 300,000 աշխատատեղերը,
կամ մատչելի բնակարանները եւ այլն, նույն սոցիալական հարցերը, որ ունենք ծայրահեղ աղքատության հարց եւ գիտեք, որ 150,000 դրամ այդ ընտանիքներին պետք է հատկացվի արդեն մեր ծրագրային կետերից է եւ երեք նաեւ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ աղքատ ընտանիքները պետք է նաեւ զրոյական դրամ վճարեն էլեկտրաէներգիայի եւ ջրի դիմաց օգտագործման, այսինքն մենք ունենք մի շարք խնդիրներ, սակայն այդ խնդիրները իրականում միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլաններ են պահանջում։ Այդուհանդերձ, եթե մենք դրանցով 100%-ով էլ զբաղվում ենք, կարճաժամկետ առումով միևնույնն է մեր ազգաբնակչությունը խնդիրներ ունի, սկսած սոված քնելուց, աղքատությունից, ծայրահեղ աղքատությունից եւ դրանք շատ արագ եւ կտրուկ քայլեր են պահանջում։ Հենց այս երկու ուղղության տարանջատումն է, որ մենք այսինքն չեն գնում միայն երկարաժամկետ կամ միջնաժամկետ արդյունաբերական զարգացման, անվտանգության կառուցման գծով, մենք այսօր խնդիր ունենք մեր քաղաքացու օրական սոցիալական հարցերը լուծելու մասով եւ դրանք չպետք է հետաձգվեն։ Դրանք պետք է հնարավորինս առաջնահերթ լուծվեն, զուգահեռ իհարկե ավելի ինստիտուցիոնալ եւ երկարաժամկետ ծրագրեր իրականացվեն։ Ձեր խոստումները բավականին հետաքրքիր են եւ իրենք նաեւ իրենց մեջ ներառում են պետական բյուջե բավականին մեծ ծախսեր, այսպես ասած։ Դուք արդյոք այդ տնտեսական ծրագրերը կազմելուց հաշվարկել եք Հայաստանի այսօրվա բյուջեի թիվը համապատասխանում է ձեր նախանշած այդ ծրագրերի իրականացմանը։ Միանշանակ հաշվարկված է եւ հավատացեք, որ ցանկացած խոստում իր տակ ունի համապատասխան հաշվարկները, հնարավոր աղբյուրները եւ այլն, վերաբաշխումները այդ բյուջեի եւ ունի մի քանի սցենարներով։ Սակայն կան ծրագրեր, այստեղ ուզում առանձնահատուկ կրկին ուշադրություն հրավիրել, որ նույն ծայրահեղ աղքատության հաղթահարումը կարճաժամկետ պետք է ֆոնդ ստեղծվի եւ այլն, որոնք որ պետության վրա որոշակի փոքր ծանրաբեռնվածություն են ունենալու բյուջեի տեսանկյունից եւ հենց այստեղ է, որ արդեն Սամվել Կարապետյանի արդեն մինչեւ այս ստեղծված կապերը, հնարավորությունները, մեր սփյուռքի ներուժի օգտագործումը այդ ամբողջը պետք է կիրառվի եւ արդեն իսկ այդ ուղղությամբ էլ ինքը ունի կարելի ասել պայմանավորվածություններ եւ սա շատ կարեւոր է այն տեսանկյունից, որ ձեր ասած որոշ հարցեր կան, որ բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջանում, բայց մենք լուծում ենք այսօր մեր մարդկանց, մեր քաղաքացիների թիրախային եւ օրական խնդիրները։ Մյուս ծրագրերը արդեն կոնկրետ հաշվարկներով են, ինչպես ասեցինք, արդեն աշխատատեղերի ստեղծումը եւ այլ հարցեր, բայց ամեն ինչի տակ կա հաշվարկ, շատ սթափ եւ կոնկրետ։ Տեսեք, դուք խոսեցիք ձեր տնտեսական ծրագրերից, իշխանությունն էլ ասում է, ես այն իշխանությունն եմ, որը մեծ քանակությամբ 300,000 դպրոցների մասին է խոսում, կառուցել է, վերակառուցել է մանկապարտեզներ, այս առումով դուք ունեք լավ բաներ հայ հանրությանը։ Այստեղ շատ հետաքրքիր մեկնաբանություն անեմ, որ 8 տարի կամ 5 տարի վերջին ընտրություններից հետո գործող իշխանությունը այդքան կորուստներ է տվել մեր երկրին, մեր ազգին, մեր պետականությանը եւ այսօր ամբողջ ընտրարշավը փորձում է տանել 500 մանկապարտեզ, 300 դպրոց կարգախոսով, որ իրենք արել են, դա իրենց պարտականությունն է որպես պետություն եւ պարտականությունն է, հազարավոր պարտականություններից մեկն է, բայց այս իշխանությունը այնքան ոչինչ չի արել եւ այնքան կորուստներ է տվել, որ խոսում է ընտրարշավի ժամանակ բացառապես այդ ծրագրից, ընդ որում ես ունեմ կրթության նախարարության պաշտոնական պատասխանը, որ այդ ծրագիրը, որը պետք է 26 թվականը մինչև արդեն իսկ ավարտված լիներ, այսօր անգամ դա է նրանք տապալել, այսինքն մոտ 130 քանի դպրոց կառուցվել էր դեռ մայիսի 1-ի դրությամբ, այսինքն այո, թերակատարել են եւ իրենց ծրագրի ժամկետին 50%-ով գրեթե հազիվ իրականացել են եւ սա է այսօրվա իշխանության թե կարողության, թե տեսլականի պատկերը, ավելին սրան զուգահեռ 231 դպրոց փակվում է, այսինքն դա էլ է խնդիր, էլի գյուղերի մեր բնակչության հայաթափման, ամայացման եւ այլն, որ համապատասխան էլի ռիսկերը ժողովրդագրական բերում է։ Մենք պետք է դպրոցները չփակենք, մենք չպետք է մեր սահմանամերձ հատկապես գյուղերն ու համայնքները հայաթափենք, որովհետեւ դրանք են մեր դարպասները, բնակչությունը, հակառակ process-ը պետք է արվի։ Այսինքն մոտեցումը պետք է հետեւյալը լինի։ Այո, եթե այսօր այնտեղ ենթադրենք
թեր քանակով աշակերտներ կան, դուք զարգացրեք ձեր տնտեսությունը, դրա համար ենք մենք տնտեսություն վրա շատ մեծ շեշտադրում դնում։ Զարգացրեք տնտեսությունը, թող բնակչությունը ապրի, թող չլքի իրենց համայնքները, գործ ունեն, աշխատանք ունեն, երեխաներ ունեն եւ այդ դպրոցները լինեն։ Եվ էլի կապելով ադրբեջանցիների մոտեցման հետ, մենք 18-19 թվականների քրոնիկան, որ նայում ենք հայաստանյան, այդ անգամ ունենք փաստագրված տվյալներ, որ իրենք կոնկրետ քաղաքականություն էին տանում այս մասով։ Օրինակ Զոդում կառուցվում էր 1000 հոգանոց աշակերտների համար նախատեսված դպրոց, նույնը այլ համայնք այնտեղ 300, երբ որ օրինակ մյուս համայնքում 90 բնակիչներ, Զոդն 3 անգամ քիչ բնակչություն ուներ պահանջարկի մասով։ Բայց սա նրանց հերահար քաղաքականություն էր, քանի որ հենց այդ շրջանում իրենք ճանաչել էին այդ համայնքները Ադրբեջանի մաս եւ փորձում էին այդ ապստամբությամբ, սիլիկյանների սպանությամբ եւ այլն այդտեղ բնակեցնել իրենց թաթար եւ ադրբեջանցի ժողովրդին։ Այսինքն մենք ինչ ենք անում, իսկ Ադրբեջանը մեր հողատարածքի ժամանակ դեռ 100 տարի առաջ ինչ էր անում։ Պատկերը չի փոխվել, ձեռագիրը չի փոխվել, սակայն այս ամեն ինչին գիտակ մարդը պետքա ոչ միայն չփակի, ոչ միայն չբերի օրինակ նույն իր խոստումներին հակառակ մենք տարածքային կառավարումներ ենք տապալել, ապա կենտրոնացում են խոստացել, բայց հակառակը ինչքան կարող են կենտրոնացրել են քաղաքական առումով։ Դուք գիտեք, որ ԿԿԱԿ-ները, առողջապահության այդ հաստատությունները, դպրոցները այսօր եկել են ամբողջությամբ կառավարության ենթակայության ներքո նախարարությունների, երբ որ առաջ այդպես չէր, մարզպետարաններ, թիմեր եւ այլն։ Այսինքն ապա կենտրոնացումներն ենք մենք անգամ տապալել այս ընթացքում։ Դպրոցները ոչ միայն շենքի հարց են, նաև կարող եմ ասել դպրոցները նաև կրթության եւ մակարդակի հարց են։ Այսօր միայն կապիտալ շինարարության մասով չի։ Այո, 18 թվականին մենք ունենք թուրք լուսավորության փոխնախարար Սուրեն Շաքիրով կարծեմ, ով որ այդ ամեն չտակից համակարգում էր, որպեսզի ադրբեջանաբնակ հատվածներում կապիտալ շինարարություններ արվեր այդ դպրոցներ, ինչպես նշեցի, սակայն այսօր մենք հակառակն ենք անում։ Փակում ենք մեր հայերի համար դպրոցները, կրթության մակարդակը նույն հաշվեկնիչ պալատի իրենց իսկ հաշվետվությունները բացեք, որ 18 թվականի համար խայտարակ վիճակագրություն ունեն, կրթվածության, ասենք 3-4 դասարանի ավարտած երեխաները կարդալ չեն իմանում։ Այսինքն դա ֆունկցիոնալ անգրագիտություն է կոչվում։ Եվ այս ամենով հանդերձ, այսինքն ոչ միայն մենք շենքերի մասին պետք է խոսենք, դեռ չենք խոսում, որ 231 դպրոց, ինչպես ասի, փակում են։ Մենք խոսում ենք կրթության բովանդակության մասին, կրթության ազգային լինելու մասին, որ թե եկեղեցու պատմություն եւ այլն հանենք պատմությունը, խմբագրենք, որ իրենց իսկ սխալները իրենք քողարկեն դրանով։ Մեր սերունդները ապագա որպես տեսնեն արցախյան հերոսամարտը չպետք է համաչեն դրա համար։ Հակառակը դա ինքնապաշտպանություն է եղել, դրանից է սկսվել ամեն ինչ։ Այսօր իրենք իսկ իրենց տապալումները, ամեն ինչը, մեղավորությունը կոծկելու համար անգամ մեր պատմությունն են փոխում։ Դպրոցը պետք է սկսի շենքից, մեր տնտեսությունից, կրթության մակարդակից եւ բովանդակությունից։ Ձեր անվտանգային թեմաներից մեկը, որի մասին դուք անդադ խոսում եք, դա 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին է։ Այստեղ տեսեք ինչի ասում ձեզ իշխանություն, ասում է ես հերքում եմ, դուք շարունակում եք դա պնդել եւ ադրբեջանական նարատիվ եք տարածում։ Անկախ այն հանգամանքից, թե դա տեղի է ունենալու, տեղի չի ունենալու, ինչ է կարծում այս քարոզարշավի ընթացքում ձեր այդ թեզը ինչ ձևով աշխատեց հանրության տեսանկյունից, այսինքն ձեր ընտրողը, երբ որ դուք դա ասում եք, մտահոգություն է առաջացնում, վախ է առաջացնում, ինչպես աշխատեց այդ թեզը ձեր կարծիքով։ Իրականում մենք ի սկզբանե չենք մտածել, ինչպես տեսել եք, ի սկզբանե մեր խոսույթում դա չի եղել, բայց երբ համապատասխան նաև դոկտոր Հաջիևի եւ մյուսների հայտարարությունները շարունակվեցին եւ տեսանք փառատոնների վերադարձ Արևմտյան Ադրբեջան, այսինքն այսօրվա մեր հայրենիք, այսօրվա մեր Հայաստան վերնագրով սկսեցին նույնպես հայտարարվել եւ Ալիևը միևնույն է չի չեղարկել իր իսկ ֆինանսավորումով ստեղծած այդ ինստիտուտը, կառույցը, մենք գիտենք, որ իրենց մեջլիսում կա մշտական գործող հանձնաժողով Արևմտյան Ադրբեջանի մասով եւ այդ կոնցեպտը իրականում այսօր դարձել է պետական քաղաքականություն Ադրբեջանի կողմից։ Եվ երբ մենք սրա մասին բարձրաձայնում ենք եւ իշխանությունը առնվազն լռում է, Ադրբեջանին չի պատասխանում այդ մասով, կտրուկ քայլերի չի դիմում, որպեսզի այդ ծավալապաշտական իրենց մոտեցումները զսպվի,
եւ մենք տեսնում ենք, որ նախկինում արդեն ինչ ա եղել ամեն Ադրբեջանի համապատասխան խոսույթը օրակարգ բերելուց, կներեք, քայլ չի անում, այսինքն չի պատասխանում Ադրբեջանի այդ հայտարարություններին։ եւ պատասխանի եւ համապատասխան իրենք եթե այսօր այդպես բանակցային բայդրացիական հարաբերությունների մեջ են, առնվազն կարող է պահանջել ոչ միայն պատասխանել եւ մտահոգություն հայտնել, որ որևէ նման կոնցեպտ չշարունակվի, սակայն տեսնում ենք, որ գնալով ամրապնդվում է, ինչպես տեսակ այդ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 81-ին նվիրված Ալիևի հանձնարարականի գիտնականների, որ մենք պետք է սա գիտականորեն ցույց տանք եւ միջազգայնացնենք այս կոնցեպտը։ Այսինքն ինքը կա, ինքը դա մեր թեզը չէ, դա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է։ Եվ եթե որևէ մեկը Հայաստանում, այսպես ասած, նեղում է դրանից, դա հաստատ Հայաստանի շահով հետաքրքրող հայ չի կարող լինել։ Ուստի ձեր հարցին պատասխանելով, իհարկե ցանկացած հայ, ով դա լսում է, մեր նպատակը այն չէ, որ նա վախենա կամ, չգիտեմ, այլ որևէ զգացում ունենա, մեր նպատակը սթափ գնահատելն է այսօրվա իրավիճակը եւ այդ թվում ընտրությունները։ Սա ուղղակի քվեարկություն չի։ Հունիսի 7-ին ցանկացած հայ, որ գնա ընտրատեղամաս, ընտրախցիկի մոտ նա չի քվեարկելու ուղղակի X կամ Y կուսակցության օգտին։ Նա քվեարկելու է, թե ինչպեսին է ուզում տեսնի Հայաստանը։ Եվ քվեարկելիս մեր պարտքն է, որ իրենք իմանան այն ամենը, ինչ որ այսօր տեղի է ունենում Հայաստանի շուրջ։ Եվ խոսույթներից եթե խոսենք, նույն ասում են, որ թեզերը հորինված է եւ այլն արդեն փաստարկված ցույց ենք տվել արդեն երեկ էլ պարոն Կարապետյանը նշեց նույն ազգային անվտանգության հետախուզության մասով հաշվետվությունը, որ իրենք են հենց իշխանություններն են այդ ռիսկը որպես այդպեսին նշել Հայաստանի համար։ Սակայն մեկ այլ կոնտեքստից եթե նայենք, նույն այսօրվա վարչապետը Նիկոլ Փաշինյանը եւ մեր խոսույթները Սամվել Կարապետյանը, իրականում տարբերությունը որն է։ Այն ինչը որ ասվում է այսօրվա իշխանությունների կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից, մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի ժամանակի ընթացքում լրիվ հակառակն է տեղի ունենում։ Արցախից սկսած, մենք տեսանք բլոկադա եւ այլն, օկուպացիա, մենք տեսանք ճանապարհը միջանցքը եւ այլն։ Սակայն դրան հակադրություն ունենք Սամվել Կարապետյան, ով իր ամբողջ կյանքով է ցույց տվել, որ իր խոսքը իրականում գործ է եւ անգամ առանց խոսքի է գործ այստեղ, այսինքն շատ կարեւոր տարբերություն կա երկու անձանց միջեւ եւ որը կարելի ասել պրոյեկտվում է այդ մարդկանց խոսույթը, բնավորությունը, վարքագիծը մեր երկրի ճակատագրի վրա։ Պարոն Կարապետյանի մասով եւ պատահական չէ, որ հենց իր անվան դեմ անգամ մինչեւ վերջ նույն իշխանությունները փորձում էին պայքարել, հենց սրանից է գնում, այսինքն կա մարդ, որ խոսում է եւ ամեն ինչ իդեմս Նիկոլ Փաշինյանի հակառակն է արվում մեր ճակատագրական այդ թվում Հայաստանի համար։ Եվ կա մարդ պարոն Կարապետյանը, ով ամեն ինչ ասում է, անում է եւ հենց իր անունով է երաշխավորվում մեր ծրագրային կետերը եւ պատահական չէր, որ այսօր փաստորեն իշխող կուսակցությունը հապճեպ մեկ օրվա ընթացքում անգամ իր անվան արգելքը օրենսդրորեն կիրառեց, որպեսզի չկարողանա դաշինքը կոչվել իր անունով։ Սրանք երբեք պատահական չեն։ Հանրությունը գիտակցում է Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի անունների անգամ տարբերությունը։ Վերջին օրերին դուք հետարքի մի օրենքի մասին եք խոսում, որ եթե իշխանություն դառնաք, հակասաֆարովյան, այսպես օրենք, պետք է ընդունեք, ինչ է դա ենթադրում, այսինքն դա հակաադրբեջանական, մի քիչ բացենք փակագծերը, որովհետև բավականին հետարքիրը եւ դուք կարծում եք, որ դա շատ խիստ էական բան է, որը տեղի պետք է ունենա մեր արտաքին քաղաքականության մեջ։ Ինչ եք փորձում անել դրանով։ Ինչպես ասացինք, մենք շատ լուրջ ենք գնահատում արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը, որը վարվում է պետական մակարդակով Ադրբեջանի եւ ինչպես ցանկացած ծրագիր կամ խոսույթ անհանգստություն, մենք դա միայն քաղաքական օրակարգի համար չենք անում, չենք նետում դաշտ եւ դրա համար համապատասխան քայլեր են պետք կանխարգելու համար։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը այսօր իր բնակչությունը բավական արագ տեմպերով աճում է, մեր բնակչությունը հակառակ կրճատվում է եւ այս ֆոնին, երբ իրենք նաեւ ունեն դեռևս մեր առաջին հանրապետության շրջանից Սոտքի, Վարդենիսի եւ այլն օֆիցիալ ունեն ճանաչված իրենց տարածքներ, իսկ այս նարատիվը նոր չի իրենց համար, մենք պետք է նաեւ համապատասխան պետական մակարդակում լուրջ քայլեր անենք այս ամեն ինչը կանխարգելելու համար։ Եվ հակասաֆարովյան օրենքը հենց այդ
քայլերից մեկն է գործուն, ինչը ենթադրում է, որ ադրբեջանցիները չեն կարող Հայաստանում գույք կամ հողակտոր ձեռք բերել, ոչ ուղղակի, ոչ անուղղակի տեսքով։ Սա ոչ թե հակա ինչ-որ ադրբեջանական կամ ինչ-որ ազգի դեմ է, այլ պետական իրենց քաղաքականության դեմ է, իրենց իսկ քայլերին համապատասխան։ Զուտ հիշեցնելու համար, որ Սաֆարովը դա մեկ անձ չէ, Սաֆարովյան գործը դա անհատի մասին չէ։ Դուք գիտեք, որ Սաֆարովը այն ադրբեջանցի սպան էր, որ կացնահարեց ՆԱՏՕ-ում խաղաղության այս երկխոսության խորագրով միջոցառմանը մեր հայ սպային, սակայն Սաֆարովին ոչ միայն չդատապարտեցին, այլ Ադրբեջանում հանձնելուց հետո Ադրբեջանը հերոսացրեց Սաֆարովին։ Այսինքն դա պետական մակարդակում իրենք հերոս անվանեցին այն ադրբեջանցուն եւ մինչ այսօր նա հերոս է, մինչեւ անցած տարի գնդապետի կոչում է ստացել 25 թվականին բարձրացվել է կոչումը։ Սաֆարովը, այսինքն զուտ այդ անձը չէ, Սաֆարովի кейսը համարվում է Ադրբեջանի պետության մոտեցումը հայի նկատմամբ։ Եվ դրա համար ենք մենք այդ անունը դրել Հակա Սաֆարովյան եւ փորձելու ենք կանխել այդ ամքանի Ադրբեջանը չի փոխել իր քաղաքականությունը եւ մենք դա չենք տեսնում, վստահ չենք, մենք կանխելու ենք այ Սաֆարովյան ադրբեջանցիների մուտքը պետական ուղղորդմամբ դեպի Հայաստան։ Եվ մի մեղադրանքի եւս ուզում եմ անդրադառնալ, որը առաջին իսկ օրից իշխանությունը ձեզ վերագրում է, ասում է դուք ռուսամետ ուժեր եք, դուք ռուսական գործակալներ եք, Սամվել Կարապետյանը եկել է այստեղ ու շատ արագ թողնելու է գնա, քաղաքացիությունից չի հրաժարվում, դուք ամբողջովին ռուսական քաղաքականության շարունակող եք։ Ինչ կպատասխանեք։ Կպատասխանեմ այն, որ չկա ինչ-որ մետություն, եթե որևէ ռուսամետությունը մենք բացենք, ապա ինչն է Ռուսաստանից օրինակ ավելի մեծ կախվածություն ունենալը, ենթադրենք։ Վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է շատ ավելի կախված Ռուսաստանից, քան երբևէ։ Մարված եմ 3 անգամ ավելացել է արտահանումը դեպի Ռուսաստան եւ այլն եւ այլն։ Օրինակներ կարող եմ բազմաթիվ բերել։ Այս պարագայում եկեք խոսենք փաստերով։ Այսինքն ինչպես է արտահայտվում ռուսամետությունը։ Դու քո երկրին տանում ես ավելի կախված ես դարձնում X երկրից եւ հետո ասում ես, որ այդ X երկրի հետ ես որոշակի հարաբերություններ սառեցնում եմ կամ որոշակի միություններ կարող է դուրս գամ, երբ որ ինձ ձեռ տա դա դեռևս այդտեղ եմ եւ այլն։ Այսինքն այստեղ մենք խոսում ենք քաղաքական, պետական կառավարման մասին, մենք չենք խոսում միջազգային հարաբերությունների մասին, որովհետեւ նման որակումներ տանք։ Եվ կարծում խելացի եւ հայամետ իրական քաղաքական գործիչը այն քաղաքական գործիչն է լինելու, ով որ պահպանելու է ցանկացած պարագայում առաջինը Հայաստանի շահը։ Այն որ ասում են, չգիտեմ, մենք մինչև էս ինչ ենք եղել, այսինքն մինչև էս մենք կարողացել ենք թե Ամերիկայի հետ աշխատել, թե Եվրոպայի հետ աշխատել, օրինակները բազմաթիվ են։ Ամերիկայի ստացված օգնությունները, Եվրոպայի SEPA համաձայնագիրը, նույն Ռուսաստանի հետ նորմալ լավ հարաբերություններ պահպանելով։ Ես ինքս աշխատել եմ ամերիկյան ծրագրերով, այդ թվում ոչ այս իշխանության օրոք, USAID ծրագրի ղեկավար եղել եմ հանքարդյունաբերության ոլորտի, բարեփոխումների օրակարգ ենք բերել, իրական շահառուներ, ժողովրդավարություն եւ այլն։ Եվ որևէ բան ինձ անձամբ չի խանգարել այդ ամբողջ ծրագրերը պետական համակարգում իրականացնելու մասով։ Այսինքն դրանք պարզապես այսօր կեղծորակարգ են նախընտրական շրջանում մարդկանց ուժերին տարանջատելու, պիտակավորելու եւ նաեւ ինչու՞ չէ միջազգային մեր գործընկերներին մոլորեցնելու համար։ Այլապես ես կրկնել եմ, որ Նիկոլ Փաշինյանից առավել ռուսամետ, եթե խոսում ենք փաստերից եւ մեր երկրի օրենք տարել, գործիչ այսօր չունենք, որովհետեւ մի մարդ կախված է սարքել մեզ Ռուսաստանից եւ այսօր իր արկածախնդրության պատճառով դժում է մեր գյուղացին, մեր գործարարը, վաղը այսօր կարող է բոլոր մեր քաղաքացիները, եթե օրինակ գազի գին թանկանան, նույն տնտեսությունը եւ այլն։ Եվ խոսենք ամփոփելով ընտրության օրվա հետ կապված Շատ էական է, որ քաղաքական ուժերը կարողանան ընտրության օրը իրենց տրված քվեն պաշտպանել, պահպանել եւ որը կգրանցվի հետագայում։ Դուք տեղային ընտրական ընտրատարածքներում ունեք բավարար քանակի անդամներ, որոնք կկարողանան այդ ձեր քվեները պահպանել, պաշտպանել եւ տեղ հասցնել, վերջնակետին հասցնել։ Ունեք բավարար թվում աջակիցներ այդտեղ։ Բոլոր ընտրատեղամասերում մենք ունենք թե վստահված անձիկ բավարար թվով եւ հանձնաժողովի անդամներ եւ ավելին կարող եմ ասել, որ մենք հենց մեզ համար
մշակել ենք այսպես ասած ներքին ծրագիր, որով որ տվյալ օրը հենց աշխատելու ենք, բոլորի հետ կապի մեջ են լինելու, անհրաժեշտության դեպքում ինչ որ հարցերի ծագման կլինի իրավական, մասնագիտական կամ միջադեպերի, բոլոր կոնտակտները համապատասխան նույնպես տրված են, նկատում եմ բավական պատրաստված ենք տվյալ օրվա համար եւ տեր են կանգնելու թե այդ օրը, թե հաջորդիվ եւ թե ընդհանրապես։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։